երկուսը։ Սա Մատյան, հա? Մատյանը թե Մատյան ողբերգության։ Խրընկեր տոնան մեզ էլ հասկացեք էլի։ Տեխնիկայի դարա բոլորս տեխնիկայով ենք հետաքրքրված։ Մոտիվացիա չկա գիրք բացելու։ Էլի սկսեցիր անհետ պատճառներ բերել այդ տղա։ Բա ոնց է ստացվում, որ Սուսիկը ամեն օր 9-ներ է ստանում։ Թե ինքը տեխնիկայով հետաքրքրված չի։ Դե Սուսիկը մոտիվացիա ունի։ Չհասկացա։ Ինչի մասին է խոսքը Սուսիկ։ Դե ճիշտն ասած ամեն անգամ երբ ես 9 եմ ստանում, պապանից 5000 դրամ գումար է տալիս։ Մի րոպե։ Այսինքն ստացվում է այսպես, որ ամեն անգամ երբ ես քեզ 9 եմ նշանակում, հայրիկդ քեզ 5000 դրամ է տալիս։ Հա, ընկեր Տոնոյան։ Սրան նայ, որ դեր համարձակվում է խոսի։ Դուրս արի դասարանից։ Վաղը հայրիկիդ ձեռքը բռնած կգաս դպրոց։ Հա, բայց Ոչ մի բայց, դուրս արի դասարանից։ Արագացրու։ Իսկ դուք ավելի լավ անցնեք դասին։ կներեք կարելի է ընկեր Տոնոյան։ Ասա, Սուսիկ։ Բարև ձեզ, Սուսիկս ասաց, որ ծնող եք կանչել։ Հա, իհարկե Սուսիկ ջան, դու դուրս եմ սպասի։ Դուք համեցեք ներս։ Ճիշտն ասած, ես ահավոր վրդովված եմ այն բանից, երբ իմացա, որ Սուսիկին 9 ստանալու համար 5000 դրամ գումար եք տալիս։ Դա աբսուրդ է, դուք հասկանում եք։ Դե գիտեք, երբևիցե չեմ մտածել, որ սխալ բան եմ անում։ Սրանից հետո թող նստի ու սովորի, ես իրան գումար չեմ տա։ Վայ, չէ, ինչ եք ասում։ Դուք ինձ սխալ հասկացաք։ Ես վրդոված եմ նրանից, որ գնահատականը ես եմ նշանակում, բայց գումարը Սուսիկին եք տալիս։ Իսկ ում պետք է տամ։ Ինձ թվում է, դուք արդեն հասկացաք։ Հասկացա։ Դե որ հասկացաք, ուրեմն այդ առիթով ես Սուսիկին 2 հատ 9 կնշանակեմ։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դե դա նշանակում է, որ 2 հատ 9 հավասար է 10000 դրամ։ Շատ լավ։ Իսկ եթե ես ավելի բարի գտնվեմ ու Սուսիկին 6 հատ 9 նշանակեմ։ Այդ դեպքում կստացվի 30000 դրամ։ Իսկ եթե ես ավելի առատաձեռն գտնվեմ ու եւս 7 հատ 9 նշանակեմ։ Ես կարող ես մաթեմատիկայի քննությանը եկել։ Իրար հետ ամբողջը եղավ 75000։ Հետո Իսկ հիմա ես կնշանակեմ ամենաթանկ գնահատականը։ Սուսիկը իր կիսամյակը ավարտում է 9 գնահատականով։ Իսկ դա ինչ է նշանակում։ դա նշանակում է, որ երեխան իր կիսամյակը գերազանց ավարտեց։ Ու այն, որ գնահատականի համար էլ գումար տալու կարիք չկա։ Շնորհակալություն, Ստեսի։ Մի րոպե,